Այսպես կոչված Զանգեզուրի Միջանցք եզրույթը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների վիճահարույց թեմաներից մեկը, որը դարձել է փոխադարձ մեղադրանքների հիմնական օբյեկտ։ Այս արտահայտության կիրառումը հատկապես Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանի համար ընկալվում է որպես ուղիղ սպառնալիք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հիմնված է այն պնդման վրա, որ տարածաշրջանային կապերի ապաշրջափակման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը ենթադրում է անարգել անցում Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան, Սյունիքի մարզով։ Իլհամ Ալիևը օգտագործելով Զանգեզուրի Միջանցք տերմինը հաճախ ակնարկում է, որ այդ երթուղին պետք է գործի առանց հայկական մաքսային կամ սահմանային հսկողության, ներկայացնում է այն որպես Ադրբեջանին պատկանող տարածք։ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ այս կապն իրականություն է դառնալու, ուզենա հայկական կողմը թե ոչ, դրանով իսկ մեծացնելով ռազմատենչ հռետորաբանության աստիճանը։ Վերջերս այս նույն խոսույթը բանեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Թրամփի երթուղին անվանելով Զանգեզուրի Միջանցք եւ հավելելով. անհրաժեշտ է, որ Հայաստանը լուծի Ադրբեջանի նկատմամբ իր սահմանադրորեն ամրագրված տարածքային պահանջները։ Հայաստանի դիրքորոշումը կտրուկ հակառակն է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս այդ թվում ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ-ի ամբիոններից հայտարարել է, որ Զանգեզուրի Միջանցք արտահայտություն չկա, չի եղել եւ չի էլ լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Նա ընդգծում է, որ ցանկացած տրանսպորտային կապի ապաշրջափակում Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության պահպանման պայմաններում։ Իսկ ցանկացած այլ մեկնաբանություն, որը ենթադրում է միջանցքային տրամաբանություն, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնելու եւ տարածքային պահանջ ներկայացնելու քայլ է։